Ինչ կանեիք, եթե ձեր զավակը սիրահարվեր ձեր ոխերին թշնամուն։ Պատկերացրեք մի հոր, ով պատերազմի հերոս է։ Նրա համար դստերընտրությունը սիրել ադրբեջանցու ազգային դավաճանություն է։ Բայց նա անգամ չի կասկածում, որ իրենց տան պատերի ներսում թաքնված է 30 տարվա մի գաղտնիք։ Մի ճշմարտություն, որը կապացուցի, որ ամենամեծ թշնամին երբեմն թաքնված է ոչ թե սահմանից այն կողմ, այլ սեփական արյան մեջ։ Այս պատմությունը պարզապես արգելված սիրո մասին չէ, սա մի ստի մասին է, որը սերունդներ շարունակ թունավորել է մի ամբողջ ընտանիք։ Բայց ամենասարսափելին այն է, թե ինչպես է մայրը, ով լռում էր տասնամյակներ, որոշում օգտագործել այդ մահացու գաղտնիքը որպես զենք իր աղջկան փրկելու համար։ Մենք ցույց կտանք այն պահը, երբ մեկ նախադասությունը պայթեցնում է ամեն ինչ, ընդմիշտ փոխելով նրանց կյանքը։ Պատրաստ եք տեսնելու, թե ինչպես է մի ընտանիքի հպարտությունը փշրվում մեկ վայրկյանում։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա եւ գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք թե քանիսով ենք։ Երևանի Դավթաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 9-րդ հարկում օդը լցված էր տոնական սպասումով եւ տոլմայի անուշաբույր գոլորշիով։ Պատուհանից դուրս ձմեռային մռայլ երկինքն էր, սակայն Զաքարյանների բնակարանում ջերմ էր ու հարմարավետ։ Հյուրասենյակի կենտրոնում վեհորեն կանգնած էր զարդարված տոնածառը, իր գունագեղ լույսերով ողողելով պատերին փակցված ընտանեկան հին ու նոր լուսանկարները։ Պատին փայլում էր Արարատի նկարով գորգը, իսկ դիմացի պատին փայտե մեծ խաչը։ Անահիտը 50 տարեկան մի կին, բարի աչքերով եւ հոգնած ժպիտով խոհանցում խառնում էր աղցանը։ Նրա ամեն շարժման մեջ զգացվում էր տարիների փորձ եւ անսահման սեր իր ընտանիքի հանդեպ։ Նա երգ էր մրմնջում իր քթի տակ հին հայկական մի երգ, որը մայրն էր սովորեցրել։ Ամուսինը Արման Զաքարյանը 52 տարեկան, բարձրահասակ ու թիկնեղ մի տղամարդ, խստադեմ, բայց աչքերի խորքում թաքնված տխրությամբ նստած էր բազմոցին եւ լուրերն էր դիտում։ Էկրանին կրկին Ղարաբաղի մասին էին խոսում։ Արմանի դեմքը քարացավ, բռունցքները սեղմվեցին։ Այդ պատերազմը նրանից խլել էր երիտասարդությունը եւ լավագույն ընկերներին։ Նա առաջին պատերազմի վետերան էր, եւ այդ վերքերը դեռ առնահոսում էին նրա հոգում։ Բայց նա դեռ չգիտեր, որ ամենամեծ հարվածը իրեն հասցնելու է ոչ թե թշնամին, այլ սեփական զավակը։ Արման ջան, մի քիչ կօգնես, սեղանը գցենք, խոհանոցից ձայն տվեց Անահիտը։ Արմանը թոթվեց, կարծես արթնացավ տանջալի հիշողություններից։ Նա անջատեց հեռուստացույցը եւ մոտեցավ կնոջը։ Մեր աղջիկը շուտով կհասնի, ասաց նա, ձայնի մեջ հպարտություն կար։ Ինքնաթիռը վաղուց վայրեջք է կատարել։ Սեդան, նրանց միակ զավակը, 22 տարեկան ուսանողուհի, ծնվել ու մեծացել էր Փարիզում, բայց ամեն տարի ամանորին գալիս էր Երևան, տուն։ Նա ծնողների լույսն էր, նրանց հպարտությունը։ Արմանի համար նա մաքուր, անարատ հայուհու մարմնացումն էր, ով չնայած օտար միջավայրում մեծանալուն, պահպանել էր իր արմատները։ Դրան զանգը հնչեց։ Եկավ, բացականչեց Անահիտը, ձեռքերը սրբելով գոգնոցին։ Արմանի դեմքին ժպիտ հայտնվեց, նա շտապեց դուռը բացելու։ Շեմին կանգնած էր Սեդան, երկար սև մազերով, մեծ սև աչքերով, որոնք հոր աչքերն էին, բայց առանց նրա տխրության։ Նա գրկեց հորը, հետո մորը։ Տունը լցվեց ուրախ ծիծաղով եւ ֆրանսիական օծանելիքի բույրով։ Մամա ջան, պապա ջան, ոնց էի կարոտել ձեզ, ասում էր Սեդան, համբուրելով նրանց։ Նրանք անցան հյուրասենյակ։ Սեդան սկսեց ճամպրուկից հանել նվերները, ֆրանսիական պանիր մոր համար, թանկարժեք կոնյակ հոր։ Արմանը փայլող աչքերով նայում էր դստերը։ Նրա համար աշխարհում ավելի թանկ բան չկար։ Ընթրիքը անցնում էր ջերմ մթնոլորտում։ Նրանք խոսում էին Սեդայի ուսման Փարիզի կյանքի մասին։ Ամեն ինչ հիանալի էր թվում։ Սակայն Անահիտը մայրական սուր զգացողությամբ նկատում էր, որ իր աղջիկը ինչ-որ բանից անհանգիստ է։ Նա անընդհատ նայում էր հեռախոսին, ժպտում էր, հետո տխրում։ Բայց ամենաշոկայինը դեռ առջևում էր։ Աղջիկ ջան, մի բան պատահել է, զգուշորեն հարցրեց Անահիտը, երբ Արմանը դուրս եկավ պատշգամբ ծխելու։ Սեդան խորը շունչ քաշեց, նրա աչքերը լցվեցին արցունքով։ Մամ, ես պետք է ձեզ մի կարևոր բան ասեմ, ես մենակ չեմ։ Անահիտի սիրտը թրթռաց։ Այսինքն ընկերուն ես, դա հիանալի նորություն է, հայ է։ Սեդան գլուխը կախեց։ Մամ ջան, խնդրում եմ, հանգիստ լսիր։ Նա հիանալի տղա է, շատ լավն է, բայց… Հենց այդ պահին պատշգամբից վերադարձավ Արմանը։ Ինչ է պատահել, ինչի եք շշնջում, կատակով հարցրեց նա։ Սեդան նայեց հորը, հետո մորը։ Նա հասկացավ, որ այլևս չի կարող թաքցնել։ Նա որոշեց ամեն ինչ ասել հենց հիմա։ Նա չէր էլ կասկածում, որ մեկ րոպե անց իրենց տան հարմարավետությունը կփշրվի միլիոնավոր կտորների։ Հայրիկ, սկսեց նա դողացող ձայնով, ես սիրահարվել եմ։
Արմանի դեմքը փայլեց։ Ապրիս աղջիկս, ով է այդ երջանիկը, մերոնցից է, չէ՞։ Սեդան լռեց մի պահ, հետո շունչը պահած արտաբերեց։ Նրա անունը Ալի է, նա ֆրանսիացի է, ադրբեջանական ծագումով։ Օդը կարծես սառեց։ Տոլմայի բույրը փոխարինվեց լարվածության սուր հոտով։ Արմանի դեմքի ժպիտը դանդաղ մարեց, իր տեղը զիջելով անհավատության, հետո սարսափելի մթ դիմագծերի։ Նա նայում էր դստերը, բայց կարծես չէր տեսնում նրան։ Նա տեսնում էր պատերազմի դաշտը, իր ընկերների արյունը, այրված տները, եւ այդ ամենի մեջ իր սեփական դստեր դավաճանությունը։ Այնինչ տեղի ունեցավ հետո, ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Արմանի լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած գոռոց։ Նա նայում էր Սեդային այնպես, կարծես օտար լիներ։ Կրկնիր, շշնչաց նա, ինչ ասացիր։ Հայրիկ, խնդրում եմ, սկսեց Սեդան, բայց Արմանը ընդհատեց նրան։ Ասացի կրկնիր, ձայնը բարձրացրեց նա։ Նրա ծագումը ադրբեջանական է, հազիվ լսելի ասաց Սեդան։ Արմանը խփեց սեղանին։ Ափսեները զնգացին։ Դու գիտես թե ինչ ես արել։ Դու թքել ես իմ ընկերների գերեզմանների վրա։ Դու թքել ես մեր ժողովրդի արյան վրա։ Թուրքի հետ ես գտել քո բախտը։ Նա թուրք չէ, նա Ալի է, մենք սիրում ենք իրար, արցունքների միջից գոռաց Սեդան։ Սեր։ Ինչ սեր։ Դու գիտես նրա պապերը ինչ են արել մեր պապերի հետ։ Դու գիտես թե նրանք ինչպես են մորթել հայերին, Սումգայիթում, Բաքվում, իսկ դու գնացել նրանցից մեկի գիրքն ես ընկել։ Արմանի եւ Անահիտի պատմությունը սկսվել էր 90-ականների սկզբին, ցուրտ, մութ ու սոված տարիներին, բայց նրանց սերը լույս էր բերում ամենուր։ Նրանք հանդիպել էին համալսարանում։ Արմանը նոր էր վերադարձել ռազմաճակատից, ոտքի թեթև վնասվածքով եւ հոգու խորը վերքերով։ Նա լռակյաց էր, փոքր-ինչ կոպիտ, բայց Անահիտը նրա աչքերում տեսել էր այն բարությունը, որը նա թաքցնում էր բոլորից։ Անահիտի ընտանիքը Բաքվի փախստականներ էին, ովքեր հրաշքով էին փրկվել ջարդերից։ Նրանք երկուսն էլ կրում էին կորստի ցավը, եւ այդ ցավը նրանց ավելի էր մտերմացրել։ Նրանց ընտանիքը կառուցվել էր հայկական ամուր ավանդույթների հիման վրա։ Հարգանք մեծերի նկատմամբ, ընտանեկան հավաքույթներ ամեն կիրակի, ազգային տոների պարտադիր նշում։ Արմանի համար ամենակարևորը հայրենասիրությունն էր։ Նա իր դստերը Սեդային մանկուց պատմում էր հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին, սովորեցնում էր հայոց լեզուն ու գրականությունը։ Նա ուզում էր, որ իր աղջիկը, մեծանալով օտարության մեջ, երբեք չմոռանա, թե ով է ինքը։ Սակայն Փարիզը այլ աշխարհ էր։ Այնտեղ ազգնությունը անձնագրի մեջ գրված տող էր, ոչ թե ճակատագիր։ Սեդան սովորում էր Սորբոնի համալսարանում, որտեղ կային ուսանողներ աշխարհի բոլոր ծայրերից։ Նրա համար մարդիկ բաժանվում էին լավի եւ վատի, ոչ թե ազգնությունների։ Ալիի հետ նա ծանոթացել էր համալսարանի գրադարանում։ Ալին ճարտարապետության ֆակուլտետի ուսանող էր, խելացի, զուսպ, հումորի նուրբ զգացումով։ Երբ նրանք սկսեցին հանդիպել, ազգության հարցը երկրորդ պլան մղվեց։ Նրանք սիրահարվել էին միմյանց, որպես երկու երիտասարդ մարդ։ Ալիի ընտանիքը Բաքվից էր, բայց նրանք լքել էին Ադրբեջանը դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ։ Նրանք նույնպես կրում էին իրենց անցյալի ցավը, բայց փորձում էին ապրել ներկայով։ Երևանյան բնակարանում, սակայն, անցյալը ներկա էր եւ պահանջում էր իրենը։ Բայց նա ծնվել է Փարիզում, նա կապ չունի այդ ամենի հետ, փորձում էր պաշտպանվել Սեդան։ Կապ չունի, հեգնեց Արմանը, արյունը ջուր չի դառնա, աղջիկ ջան, նրանց արյան մեջ ատելություն կա մեր հանդեպ։ Այսօր սեր է խոստովանում, վաղը կմորթի քեզ, ինչպես իր պապերն են արել։ Անահիտը փորձում էր հանգստացնել իրավիճակը։ Արման, խնդրում եմ, երեխան վախեցավ, եկեք հանգիստ խոսենք։ Բայց Արմանին այլևս հնարավոր չէր կանգնեցնել։ Նա կարծես դարձել էր մեկ այլ մարդ, այն 20-ամյա զինվորը, ով տեսել էր պատերազմի սարսափները։ Այս տանը թուրքի անուն այլևս չի հնչելու։ Վերջ, այդ պատմությունը ավարտված է։ Դու կմոռանաս նրա մասին, վճռականորեն ասաց նա։ Չեմ մոռանա, համառորեն պատասխանեց Սեդան։ Ես սիրում եմ նրան։ Արմանը մոտեցավ դստերը եւ նայեց նրա աչքերի մեջ։ Ուրեմն ընտրիր, կամ նա, կամ մենք, կամ քո ընտանիքը, կամ քո թշնամին։ Սեդան լալիս էր անզորությունից եւ ցավից։ Նա նայեց մորը օգնություն խնդրելով, բայց Անահիտը նույնպես շփոթված էր։ Նա կանգնած էր երկու կրակի միջև, իր ամուսնու անցյալի ցավի եւ իր դստեր ապագայի երջանկությանը։
Նա դեռ չգիտեր, որ այս կոնֆլիկտը բացելու է մի հին, շատ ավելի խորը վերք, որը թաքնված էր իրենց ընտանիքի հենց հիմքում։ Առաջին ճաքերը արդեն տրվել էին, և շուտով ամբողջ կառույցը կարող էր փլուզվել։ Հաջորդ առավոտ Զաքարյանների տանը տիրում էր սառցե լռություն։ Նախաճաշի սեղանի շուրջ ոչ ոք չէր խոսում։ Սուրճի բույրը խառնվել էր չասված խոսքերի դառնությանը։ Արմանը կարդում էր թերթը, բայց ակնհայտ էր, որ տառերը պարզապես սահում էին նրա աչքերի առաջ։ Սեդան աչքերը չէր բարձրացնում ափսեից։ Միայն Անահիտն էր անհանգիստ շարժվում, փորձելով ինչ-որ կերպ լիցքաթափել իրավիճակը։ «Սեդայան, այսօր մորաքրոջը տուն ենք գնալու, հիշում ես, քեզ շատ է կարոտել», փորձեց խոսակցություն սկսել նա։ «Չեմ ուզում ոչ մի տեղ գնալ», կարճ պատասխանեց Սեդան։ «Ինչպես թե չես ուզում», խոսքին խառնվեց Արմանը, թերթը մի կողմ դնելով։ «Դու կգնաս, դու կվարվես այնպես, կարծես ոչինչ չի պատահել, ես թույլ չեմ տա, որ դու խայտառակ անես իմ անունը ամբողջ Գերդաստանի առաջ»։ «Խայտառակ, սիրելը խայտառակություն է», բարձրացրեց ձայնը Սեդան։ «Թշնամուն սիրելը դավաճանություն է», կտրուկ պատասխանեց Արմանը և վեր կացավ սեղանից։ Ավանդույթների և արդիականության բախումը ակնհայտ էր։ Արմանի համար, ով ապրել էր պատերազմ և կորուստ, աշխարհը սև ու սպիտակ էր, մենք և նրանք։ Սեդայի համար, ով մեծացել էր ազատ և բազմամշակութային միջավայրում, այդ սահմանները ջնջված էին։ Անահիտը որոշեց խնդիրը հայերեն լուծել։ Նա զանգահարեց իր եղբորը, Կարենին։ Կարենը հավասարակշռված, իմաստուն մարդ էր, ում Արմանը հարգում էր։ Անահիտը հույս ուներ, որ նա կկարողանա խոսել Արմանի հետ, համոզել նրան։ Բայց միթե կարող էր նա ենթադրել, որ այդ փորձը միայն ավելի կխորացնի անդունդը։ Երեկորյան Կարենը եկավ նրանց տուն։ Նրանք նստեցին խոհանոցում սուրճի սեղանի շուրջ։ Սեդան իր սենյակում էր, բայց ականջները դռանն էին։ «Արման, ինչ է պատահել, Անահիտը անհանգիստ է», սկսեց Կարենը։ Արմանը միանգամից պայթեց։ Նա պատմեց ամեն ինչ, չխնայելով բառերը, իր ցավն ու զայրույթը թափելով քենակալի առաջ։ Կարենը համբերատար լսեց, հետո ասաց. «Ես հասկանում եմ քո ցավը, ախպերս, բայց աղջիկը մեծացել է, նա ուրիշ աշխարհում է ապրում։ Միգուցե այդ տղան իսկապես լավն է, չէ՞ որ բոլորը նույնը չեն»։ «Բոլորը նույնն են», կտրեց Արմանը։ «Նրանց կաթի հետ է ներծծված մեր հանդեպ ատելությունը։ Դու մոռացել ես, ինչպես էինք Բաքվից փախչում, ինչպես էին մեր հարևանները, որոնց հետ հաց էինք կիսում, մի գիշերում գազան դարձել»։ «Չեմ մոռացել», ձայնը խստացրեց Կարենը։ «Բայց ես հիշում եմ նաև ուրիշ բաներ։ Հիշում եմ մեր ռուս հարևանուհուն, որ մեզ թաքցրեց իր տանը։ Հիշում եմ նույնիսկ մի ադրբեջանցի բժշկի, ով օգնեց հորս դեղեր գտնել։ Աշխարհը սև ու սպիտակ չէ, Արման»։ Բայց Արմանը անդրդվելի էր։ Նրա համար սա սկզբունքի հարց էր, պատվի հարց։ Հարազատների միջամտությունը միայն ավելի բարդացրեց իրավիճակը։ Արմանի քույրը Գայանեն, իմանալով նորությունը, եկավ և իսկական տեսարան սարքեց։ «Ախր ոնց կարողացար Սեդաժեն», լացակումած ասում էր նա։ «Մեր Արմանի նման հերոսի աղջիկը, գնացել ես թուրքի հետ ես կապվել, ամոթ է, մարդկանց աչքերին ոնց նայենք»։ Այս խոսքերը լսելով Սեդան չդիմացավ։ Նա դուրս եկավ իր սենյակից։ «Հերիք է, դուք ոչինչ չգիտեք Ալիի մասին։ Դուք դատում եք մարդուն առանց նրան տեսնելու, դա արդար չէ»։ «Արդարություն», գոռաց Արմանը։ «Արդար էր, որ իմ 18 տարեկան ընկերոջը սպանեցին, արդար էր, որ մեր տները խլեցին, մի խոսիր ինձ հետ արդարությունից»։ Վեճը գնալով թեժանում էր։ Ընտանիքը բաժանվել էր երկու ճամբարի։ Մի կողմում Արմանն էր իր անցյալի վերքերով, մյուս կողմում Սեդան իր սիրով։ Իսկ մեջտեղում Անահիտն էր, ով զգում էր, որ հողը սահում է իր ոտքերի տակից։ Նա դեռ չէր պատկերացնում, որ ինքն է լինելու այն մարդը, ով ստիպված կլինի բացել ընտանեկան ամենասարսափելի գաղտնիքը, փրկելու համար բոլորին։ Հակամարտության լուրը, ինչպես միշտ հայկական ընտանիքներում, սկսեց տարածվել լույսի արագությամբ։ Սկզբում մոտ հարազատների, հետո ավելի հեռուների։ Յուրաքանչյուր հեռախոսազանգ Զաքարյանների տուն բերում էր նոր լարվածություն։ Արմանի համար մարդիկ ինչ կասեն, արտահայտությունը դարձել էր ամենօրյա տանջանք։ Նա, ով միշտ եղել էր հարգված, հայրենասեր մարդ, հիմա զգում էր, որ իր ընտանեկան պատիվը սպառնալիքի տակ է։ Զաքարյանի աղջիկը թուրքի հետ է ընկել, այս շշուկները նա կարծես լսում էր ամենուր, փողոցում, խանութում, նույնիսկ իր սեփական տան լռության մեջ։ Նրա ընկերները, մարտական ընկերները, ովքեր գային իրենց տուն, ինչպես պետք է նրանց աչքերին նայեր։ Ինչ պետք է ասեր, երբ հարցնեին դստեր մասին։
Այս մտքերը ուտում էին նրան ներսից։ Ճնշումը Սեդայի վրա նույնպես անտանելի էր։ Նրա սիրելի մորաքույրները, հորեղբայրները, ովքեր միշտ փայփայել էին իրեն, հիմա նայում էին նրան դատապարտող հայացքով։ Զաքարյանի աղջիկը թուրքի հետ է ընկել։ Այս շշուկները նա կարծես լսում էր ամենուր՝ փողոցում, խանութում, նույնիսկ իր սեփական տան լռության մեջ։ Նրա ընկերները, մարտական ընկերները, ովքեր գային իրենց տուն, ինչպես պետք է նրանց աչքերին նայեր։ Ինչ պետք է ասեր, երբ հարցնեին դստեր մասին։ Այս մտքերը ուտում էին նրան ներսից։ Ճնշումը Սեդայի վրա նույնպես անտանելի էր։ Նրա սիրելի մորաքույրները, հորեղբայրները, ովքեր միշտ փայփայել էին իրեն, հիմա նայում էին նրան դատապարտող հայացքով։ Նրանք փորձում էին խելքի բերել նրան։ Սեդա ջան, բալես մի արա, ասում էր հորաքույր Գայանեն, քեզ հարիր չէ, մի աշխարհ հայ տղերք կան, ինչու հենց նա։ Մտածիր հորդ մասին, նրա սիրտը կպայթի։ Մտածիր քո ապագա երեխաների մասին, ավելացնում էր մյուս հարազատը։ Նրանք ով կլինեն, ոչ հայ, ոչ թուրք, կորած սերունդ։ Այս խոսքերը ասեղների պես խոցում էին Սեդայի սիրտը։ Նա սկսում էր կասկածել ինքն իրեն։ Միգուցե նրանք ճիշտ են, միգուցե իր սերը անհնարին է և կործանարար։ Նա փակվել էր իր սենյակում, հրաժարվում էր ուտելուց, պատասխանում էր միայն Ալիի զանգերին, լուռ լալով հեռախոսի մեջ։ Արմանը, տեսնելով դստեր տանջանքները, մի կողմից խղճում էր նրան, մյուս կողմից ավելի էր կատաղում։ Նա կարծում էր, որ այդ թուրքը կախարդել է իր աղջկան, մոլորեցրել է նրան։ Նրա համար անհնար էր ընդունել, որ իր դուստրը կարող է գիտակցաբար նման ընտրություն կատարել։ Մի երեկո, երբ տանը կրկին լարված լռություն էր, Արմանը մտավ դստեր սենյակ։ Սեդան նստած էր պատուհանագոգին և նայում էր գիշերային Երևանին։ Մինչև երբ պետք է շարունակվի այսպես, հարցրեց Արմանը, փորձելով հանգիստ խոսել։ Մինչև դու չփորձես հասկանալ ինձ, պատասխանեց Սեդան, առանց շրջվելու։ Ես քեզ հասկանում եմ։ Դու երիտասարդ ես, անփորձ, նա քո գլուխը պտտեցրել է, բայց դու պետք է հասկանաս, որ կան բաներ, որոնք անհնար են, կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել, սա դրանցից մեկն է։ Ով է որոշել այդ սահմանները, հայրիկ, դու, պատմությունը։ Ես չեմ ուզում ապրել ատելությամբ, ես ուզում եմ սիրել։ Ուրեմն գնա սիրիր, պայթեց Արմանը, բայց իմացիր, որ այս տան դուռը քո համար փակ կլինի։ Զաքարյանների ընտանիքում դավաճաններ չկան։ Այս խոսքերը վերջին կաթիլը եղան։ Սեդան ոտքի կանգնեց, աչքերը չոր էին, բայց դեմքին վճռականություն կար։ Լավ, եթե դա է քո որոշումը, ուրեմն ես կգնամ։ Նա բացեց պահարանը և սկսեց հանել իր իրերը։ Անահիտը, լսելով բարձր ձայները, ներս վազեց։ Ինչ եք անում, խելագարվել եք, Արման, կանգ առա, Սեդա, աղջիկս, ինչ ես անում։ Ես գնում եմ, մամա, հայրս ինձ դուրս է անում իր կյանքից։ Ես քեզ դուրս չեմ անում, գոռաց Արմանը, ես քեզ փրկում եմ սխալից։ Բայց եթե դու ընտրում ես նրան, ուրեմն այլևս իմ աղջիկը չես։ Իրավիճակը հասել էր իր գագաթնակետին։ Անահիտը հասկացավ, որ այլևս լռել չի կարող։ Խոսքերը, որ նա թաղել էր իր հոգու խորքում ավելի քան 30 տարի, պատրաստ էին դուրս պրծնելու։ Նա գիտեր, որ այդ խոսքերը կամ վերջնականապես կկործանեն իրենց ընտանիքը, կամ կտան փրկության միակ հնարավորությունը։ Նա նայեց ամուսնուն, հետո դստերը, խորը շունչ քաշեց և պատրաստվեց պայթեցնելու այն ռումբը, որի վրա նստած էին իրենք բոլորը։ Ամենաահավոր գաղտնիքը բացահայտվելու եզրին էր։ Տանոթը խթացել էր, կարծես պատրաստվում էր պայթել։ Արմանը կանգնած էր քարացած, դեմքին ցավի և զայրույթի խառնուրդ։ Սեդան, ճամպրուկը ձեռքին, արցունքները սրբելով, շարժվում էր դեպի դուռը։ Անահիտը կանգնած էր նրանց միջև հուսահատության եզրին։ Բավական է, նրա ձայնը հնչեց խուլ, բայց վճռական։ Արմանն ու Սեդան զարմացած նայեցին նրան։ Անահիտը, որ միշտ հանգիստ էր ու հավասարակշռված, այժմ նման էր վիրավոր էգ առյուծի։ Արման, շարունակեց նա, մոտենալով ամուսնուն և նայելով ուղիղ նրա աչքերի մեջ, դու նրան մեղադրում ես դավաճանության մեջ, դու խոսում ես թշնամու արյան մասին, իսկ դու քո արյունը ստուգել ես։ Ինչ ես դուրս տալիս կին, զարհուրած հարցրեց Արմանը։ Խելքդ գլուխդ չի։ Ոչ, Արման, 30 տարի լռել եմ, բայց այլևս չեմ կարող։ Ես թույլ չեմ տա, որ դու քո ցավով կործանես մեր աղջկա կյանքը, թույլ չեմ տա, որ դու կրկնես քո հոր սխալը։ Այս խոսքերից Արմանի դեմքը գունատվեց։ Նա մի քայլ հետ գնաց, կարծես հարված ստացած լիներ։ Մի համարձակվիր, շշնջաց նա, բայց Անահիտին այլևս հնարավոր չէր կանգնեցնել։ Նրա ձայնը բարձրացավ և լցեց ողջ բնակարանը, ցնցելով պատերը և նրանց մեջ ապրող հիշողությունները։
Մոռացել ես, թե ինչպես իմ ընտանիքը թաքցրեց քո ադրբեջանցի մորը Սումգայիթում։ Լռություն։ Բացարձակ, խլացնող լռություն։ Սեդան սառել էր տեղում, ճամպրուկը ընկավ ձեռքից։ Նա նայում էր մորը, հետո հորը, ոչինչ չհասկանալով։ Ինչ։ Հոր ադրբեջանցի մայրը։ Դա անհնար էր։ Նրա հայրը, Արման Զաքարյանը, պատերազմի հերոսը, ամենամեծ հայրենասերը։ Արմանը դանդաղ սահեց պատի տակով և նստեց հատակին։ Նրա ուսերը կախ ընկան։ Ամբողջ կյանքում կառուցած զրահը, հայ զինվորի, անզիջում հայրենասերի կերպարը մի վայրկյանում փշրվեց։ Նրա աչքերի առաջ հայտնվեցին մանկության պատկերներ, մշուշոտ, ցավոտ։ Տեսարանը փոխվում է։ Հիշողություն։ 80-ականների վերջ, Սումգայիթ։ Փոքրիկ Արմանը խաղում է բակում։ Նրան կանչում է մայրը, մի սիրուն սևաչյա կին, Զարիֆա անունով։ Նա խոսում է ռուսերեն, թեթև ադրբեջանական շեշտադրությամբ։ Նրա հայրը, Սարգիսը, հայ է, բայց մայրը, մոր մասին տանը չեն խոսում։ Հետո սկսվում են ջարդերը։ Խելագարված ամբոխը ներխուժում է նրանց շենք, Սարգիսը հրում է կնոջն ու որդուն, հարևանների, Անահիտի ընտանիքի բնակարանը, իսկ ինքը մնում է դռան մոտ, պաշտպանելու նրանց։ Փոքրիկ Արմանը լսում է հոր սարսափելի ճիչերը, հետո լռություն։ Նրանք մի քանի օր թաքնվում են հարևանների մոտ, մինչև կարողանում են փախչել։ Այդ օրվանից Արմանը իր մեջ թաղում է իր մոր ձագումը։ Նա որոշում է դառնալ ավելի հայ, քան բոլոր հայերը, որպեսզի ոչ ոք երբեք չկասկածի նրա հավատարմությանը։ Նա ատում է իր արյան մի մասը, ատում է իրեն, այն ցավի համար, որ պատճառեց իր ընտանիքին։ Հիշողությունը կտրվում է։ Ներկա։ Արմանը նստած է հատակին, դեմքը թաքցրած ձեռքերի մեջ։ Նա լալիս է, ոչ թե զայրույթից, այլ անզորությունից և ամոթից։ Սեդան դողացող քայլերով մոտենում է նրան։ Նա այժմ հասկանում է ամեն ինչ, հոր անբացատրելի զայրույթը, նրա ցավը, նրա ատելությունը, որ իրականում ուղղված էր ոչ թե ուրիշներին, այլ ինքն իրեն։ Նա հասկանում է, որ հոր ամբողջ կյանքը եղել է մի մեծ սուտ, կառուցված վախի և ցավի վրա։ Անահիտը մոտենում է նրանց և գրկում է երկուսին էլ։ Ներիր ինձ, Արման, շշնջում է նա, ես այլևս չէի կարող տեսնել, թե ինչպես ես դու քեզ տանջում և տանջում մեզ բոլորիս։ Տանը տիրող լռությունը այլևս սառցե չէր, այն լցված էր ցավով, բայց նաև ճշմարտության դառը համով, որը, միգուցե, կարող էր դառնալ նրանց բուժման սկիզբը։ Բայց միթե այս բացահայտումը կփրկի նրանց, թե վերջնականապես կկործանի այն ամենը, ինչ մնացել էր իրենց ընտանիքից։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, ցույց կտար, որ ամենամեծ փորձությունները դեռ առջևում են։ Հաջորդ մի քանի օրերը Զաքարյանների տանը նման էին թանձր մառախուղի։ Ոչ ոք չէր խոսում տեղի ունեցածի մասին, բայց չասված խոսքերը կախված էին օդում, ավելի ծանր, քան ցանկացած մեղադրանք։ Արմանը փակվել էր իր մեջ, նա ժամերով նստում էր պատշգամբում, ծխում էր անդադար և նայում Արարատին, որը թաքնվել էր ձմեռային մշուշի հետևում։ Կարծես իր կյանքի հիմնական հենասյունը, իր անխախտ հայկական ինքնությունը ճաքեր էր տվել, և նա չգիտեր ինչպես այն նորից ամրացնել։ Նրա զայրույթը Սեդայի հանդեպ փոխարինվել էր խորը, տանջալի ամոթով։ Նա ամաչում էր իր ստից, իր վախից, իր ատելությունից, որը տարիներ շարունակ սնուցել էր իր ներսում։ Սեդան իր հերթին փորձում էր մոտենալ հորը, բայց ամեն անգամ բախնում էր անտեսանելի պատի։ Նա այլևս չէր մեղադրում նրան, ընդհակառակը, նրա սիրտը լցված էր կարեկցանքով։ Նա հիմա հասկանում էր, որ հոր ամբողջ կյանքը եղել է պայքար սեփական ինքնության դեմ։ Նա էր զոհը, ոչ թե դահիճը։ Այս բացահայտումը փոխել էր նաև Սեդայի վերաբերմունքը Ալիի հանդեպ։ Նրանց սերը այժմ ավելին էր, քան պարզապես երկու երիտասարդի զգացմունք, այն դարձել էր երկու ժողովուրդների ցավի և հույսի խորհրդանիշ։ Նա գիտեր, որ իրենց ճանապարհը դժվար է լինելու, բայց այժմ նա ուներ նպատակ, ոչ միայն պայքարել իր սիրո համար, այլև օգնել հորը հաշտվելու իր անցյալի հետ։ Բայց ինչպես դա անել, երբ հայրը հրաժարվում է նույնիսկ խոսել։ Ճշմարտությունը, ինչպես պարզվեց, ոչ թե միավորեց, այլ ավելի խորացրեց նրանց միջև եղած անդունդը։ Ընտանիքում ուժերի հարաբերակցությունը փոխվել էր։ Անահիտը, ով միշտ ստվերում էր, այժմ դարձել էր ընտանիքի կենտրոնը։ Նա էր միակը, ով կարող էր խոսել և Արմանի, և Սեդայի հետ։ Նա էր այն կամուրջը, որը դեռ պահում էր ընտանիքի քանդվող կառույցը։ «Մենք պետք է խոսենք, Արման», մի երեկո ասաց նա, նստելով ամուսնու կողքին պատշգամբում։ «Լռությունը մեզ սպանում է»։ «Ինչ կա խոսելու», դառնորեն պատասխանեց Արմանը։ «Ամեն ինչ ասված է։ Ես ստախոս եմ, վախկոտ, ով ամբողջ կյանքում թաքցրել է իր իսկական դեմքը։
Դու վախկոտ չես, նրա ձեռքը բռնեց Անահիտը, դու տղա էիր, ով տեսել ես սարսափներ, դու արել ես այն, ինչ կարծել ես, թե ճիշտ է քեզ և մեզ պաշտպանելու համար, բայց այժմ ժամանակն է ընդունելու ճշմարտությունը, ոչ թե ուրիշների, այլ ինքդ քեզ համար։ Արմանը լռում էր, նրա հոգում փոթորիկ էր, մի կողմից նա հասկանում էր կնոջ խոսքերի ճշմարտացիությունը, մյուս կողմից վախենում էր բացել այդ հին վերքը։ Իսկ Սեդան որոշեց, որ այլևս չի կարող սպասել։ Եթե հայրը չի գալիս իրեն ընդառաջ, ուրեմն ինքը պետք է քայլանի։ Նա զանգահարեց Ալիին։ Ալի, ասաց նա վճռական ձայնով, ես ուզում եմ, որ դու գաս Երևան։ Հեռախոսի մյուս կողմում մի պահ լռություն տիրեց։ Սեդա, դու վստահ ես, զգուշորեն հարցրեց Ալին։ Քո հայրս պետք է տեսնի քեզ, ընդհատեց նա։ Նա պետք է տեսնի, որ դու հրեշ չես։ Նա պետք է տեսնի մարդու, ում ես սիրում եմ։ Սա միակ ճանապարհն է։ Սա խենթություն էր, ռիսկային քայլ, որը կարող էր կամ վերջնականապես քանդել ամեն ինչ, կամ դառնալ փրկության սկիզբը։ Բայց Սեդան գիտեր, որ այլևս կորցնելու բան չունի։ Ընտանիքը արդեն իսկ կանգնած էր անդունդի եզրին։ Միգուցե միայն միասին ցատկելով նրանք կկարողանային սովարել թռչել։ 2 օր անց Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում Սեդան անհամբեր սպասում էր։ Նրա սիրտը բաբախում էր կրծքավանդակում, ձեռքերը սառել էին հուզմունքից։ Նա գիտեր, որ այս քայլը կարող է ամեն ինչ փոխել՝ դեպի լավը կամ դեպի վատը։ Երբ ապակե դռների հետևում հայտնվեց Ալիի բարձր կազմվածքը, Սեդան մի պահ շունչը պահեց։ Նա վազեց դեպի նա և ամուր գրկեց։ Դու խենթ ես, շշնջաց Ալին, համբուրելով նրա մազերը։ Գիտեմ, պատասխանեց Սեդան, բայց ուրիշ ճանապարհ չկար։ Նրանք տաքսիով ուղևորվեցին Դավթաշեն։ Ճանապարհին Սեդան պատմեց ամեն ինչ՝ հոր գաղտնիքի, նրա ցավի, ընտանիքում տիրող լարվածության մասին։ Ալին լուռ լսում էր, դեմքին լուրջ ու կենտրոնացած արտահայտություն։ Նա հասկանում էր, թե ինչպիսի պատասխանատվություն է վերցրել իր վրա։ Նա պարզապես չէր գալիս ծանոթանալու սիրելիի ծնողների հետ։ Նա գալիս էր դեմ առ դեմ հանդիպելու անցյալի ստվերներին։ Երբ նրանք մտան շենքի մուտքը, Սեդայի ծնկները դողում էին։ Նա բանալին դրեց կողպեքի մեջ, խորը շունչ քաշեց և բացեց դուռը։ Բնակարանում լուռ էր։ Արմանը նստած էր բազմոցին, մեջքով դեպի դուռը։ Անահիտը խոհանոցում էր։ Նա առաջինը նկատեց նրանց։ Նրա դեմքին մի պահ զարմանք, հետո վախ, հետո անորոշություն հայտնվեց։ Սեդա, հազիվ լսելի ասաց նա։ Արմանը շրջվեց։ Երբ նրա հայացքը հանդիպեց Ալիի հայացքին, նրա դեմքը քարացավ։ Այդ հայացքում ոչ թե զայրույթ կար, այլ խորը, անսահման ցավ։ Կարծես նա տեսնում էր ոչ թե 24 տարեկան երիտասարդի, այլ իր ողջ կյանքի ողբերգության մարմնացումը։ Ալին առաջինը խախտեց լռությունը։ Նա մի քայլ առաջ արեց։ «Բարև ձեզ», ասաց նա հստակ, բայց հանգիստ հայերենով։ «Իմ անունը Ալի է։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք ինձ ձեր տանը»։ Արմանը ցնցված էր։ Նա սպասում էր ամեն ինչի՝ լկտիության, ամբարտավանության, բայց ոչ այսպիսի հանգիստ արժանապատվության, և, որ ամենազարմանալին էր, մաքուր հայերենի։ Անահիտը հաղթահարելով առաջին շոկը մոտեցավ։ «Բարև տղա ջան», ասաց նա փորձելով ժպտալ, «ներս եկեք, մի կանգնեք շեմին»։ Սա անհավանական տեսարան էր։ Զաքարյանների հյուրասենյակում Արարատի նկարով գորգի ֆոնին նստած էին Արմանը, Արցախյան պատերազմի վետերանը, և Ալին, ադրբեջանցի երիտասարդը։ Օդը լարված էր էլեկտրականությունից։ Սեդա ու Անահիտը սուրճ բերեցին։ Առաջին մի քանի րոպեները խոսում էին անկապ բաներից, եղանակից, Փարիզից, բայց բոլորը հասկանում էին, որ սա ընդամենը նախերգանք է։ Ի վերջո Արմանը բարձրացրեց աչքերը և ուղիղ նայեց Ալիին։ «Ինչու ես եկել», հարցրեց նա, առանց որևէ հուզական երանգի։ «Ես եկել եմ, որովհետև սիրում եմ ձեր դստերը», պատասխանեց Ալին նույնքան ուղիղ։ «Եվ ես եկել եմ, որպեսզի ասեմ, որ ես հարգում եմ ձեր ցավը»։ «Ինչ գիտես դու մեր ցավի մասին», դառնությամբ հարցրեց Արմանը։ «Ես գիտեմ, որ իմ ժողովուրդը սարսափելի բաներ է արել ձեր ժողովրդի հետ», ասաց Ալին, «բայց ես նաև գիտեմ, որ ձեր ժողովուրդն էլ անմեղ չի եղել։ Ես գիտեմ, որ ատելությունը ծնում է ատելություն, և այդ շղթան ինչ-որ մեկը պետք է կոտրի»։ Արմանը ոտքի կանգնեց։ «Դու եկել ես իմ տուն ինձ խելք սովորեցնելու։ Ինձ, մարդուս, ով տեսել է, թե քո ցեղակիցները ինչպես են այրում իմ ընկերներին»։ «Ոչ», Ալին նույնպես ոտքի կանգնեց։ «Ես եկել եմ ասելու, որ ես պատասխանատու չեմ իմ պապերի գործած մեղքերի համար, ինչպես և Սեդան պատասխանատու չէ իր պապերի մեղքերի համար։ Մենք նոր սերունդ ենք, և մենք իրավունք ունենք կառուցելու մեր ապագան առանց ձեր պատերազմների»։ Այս խոսքերը հարվածեցին Արմանին ամենացավոտ տեղին։
Իմ պատերազմները, այդ պատերազմը ինձնից խլեց իմ հայրենիքը, իմ մանկությունը, իմ հորը, գոռաց նա կորցնելով վերահսկողությունը, և ինձնից խլեց իմ մորը, ավարտեց նա արդեն շշուկով, գիտակցելով թե ինչ ասաց։ Սենյակում կրկին լռություն տիրեց։ Այս անգամ այն լի էր ոչ թե լարվածությամբ, այլ ընդհանուր, բոլորին միավորող ցավով։ Ալին նայեց Արմանին, և նրա հայացքում ատելություն չկար, այլ միայն կարեկցանք։ Նա տեսնում էր ոչ թե թշնամու, այլ մի մարդու, ով կրում էր նույնպիսի անցյալի բեռ, ինչպիսին ինքը։ Բայց միթե այս ընդհանուր ցավը բավարար կլիներ կամուրջ կառուցելու համար, թե այն պարզապես ավելի կխորացներ նրանց բաժանող անդունդը։ Արմանի խոստովանությունը և ինձնից խլեց իմ մորը, կարծես կոտրեց այն վերջին սառցեպատը, որը կանգնած էր նրանց միջև։ Նա նայեց Ալիին, հետո իր դստերը, և առաջին անգամ տարիների ընթացքում նրա հայացքում ատելության փոխարեն հայտնվեց հասկացողության մի նշույլ։ Նա տեսավ ոչ թե թշնամու ներկայացուցիչ, այլ երկու երիտասարդի, ովքեր ինչպես ինքը տասնամյակներ առաջ հայտնվել էին պատմության դաժան քամիների խաչմերուկում։ Նա տեսավ, որ նրանց սերը ոչ թե դավաճանություն է, այլ միգուցե փրկության միակ հնարավորությունը։ Սկսեց նա դժվարությամբ, ես ամբողջ կյանքում վախեցել եմ, որ մարդիկ կիմանան, որ կմերժեն ինձ, որ կսեն իմ արյունը մաքուր չէ, ես այդ վախը վերածեցի ատելության, որովհետև ատելն ավելի հեշտ էր, քան վախենալը։ Նա մոտեցավ Սեդային և գրկեց նրան։ Ներիր ինձ, աղջիկս, ես քեզ թույլ չտվեցի լինել երջանիկ իմ սեփական ստվերների պատճառով։ Հետո նա շրջվեց դեպի Ալին, նա ձեռքը մեկնեց։ Ես Արմանն եմ, ասաց նա պարզապես։ Ալին սեղմեց նրա ձեռքը։ Ես Ալին եմ, պատասխանեց նա։ Այդ ձեռքսեղմումը ավելին էր, քան պարզապես ողջույն, դա անցյալի հետ հաշտվելու, ներկան ընդունելու և ապագային հնարավորություն տալու խորհրդանիշ էր։ Դա երկու մարդու ձեռքսեղմում էր, ովքեր հասկացան, որ իրենց բաժանող պատերն ավելի ցածր են, քան իրենց միավորող մարդկային ցավն ու սերը։ Այդ երեկո նրանք երկար նստեցին միասին։ Արմանը առաջին անգամ պատմեց իր մոր Զարիֆայի մասին։ Պատմեց նրա բարության, նրա տխուր աչքերի, նրա թխած քաղցրավենիքի համի մասին։ Պատմեց այնպես, կարծես ազատվում էր տասնամյակների բերից։ Սեդան ու Ալին լսում էին, և նրանց աչքերում արցունքներ կային։ Նրանք հասկանում էին, որ ականատես են լինում ոչ միայն մի մարդու, այլև մի ամբողջ սերնդի ողբերգությանը, որը ստիպված էր ընտրություն կատարել արյան և սիրո միջև։ Հաջորդ օրը, երբ Սեդան ու Ալին պատրաստվում էին վերադառնալ Փարիզ, Արմանը նրանց ճանապարհեց օդանավակայան։ Հրաժեշտի պահին նա մի փոքրիկ փայտե տուփ տվեց Ալիին։ Սա մորս զարդատուփն էր, ասաց նա։ Նա կուզեր, որ այն մնար մի լավ մարդու մոտ։ Այդ պահին Սեդան հասկացավ, որ իրենք հաղթել են։ Ոչ թե ինչ-որ մեկին, այլ ատելությանը, վախին և անցյալի ստվերներին։ Նրանց սերը դարձել էր կամուրջ երկու աշխարհների, երկու ճակատագրերի միջև։ 1 տարի անց Փարիզի արվարձաններից մեկում գտնվող փոքրիկ բնակարանի պատշգամբում նստած են Սեդան ու Ալին։ Նրանք նայում են իրենց փոքրիկ թղային, ով քնած է օրորոցում։ Նրանք երեխային անվանել են Սարգիս, ի պատիվ Արմանի հոր։ Նրանց կողքին նստած են Արմանն ու Անահիտը, ովքեր եկել են տեսնելու իրենց առաջին թոռնիկին։ Արմանի դեմքին այլևս չկա այն խիստ, տանջված արտահայտությունը։ Նա ժպտում է, և նրա աչքերը լցված են խաղաղությամբ։ Նա գտել է իր ներդաշնակությունը, ընդունելով իր անցյալի բոլոր կողմերը։ Նա հասկացել է, որ ինքնությունը ոչ թե արյան մեջ է, այլ սրտի։ Պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ ամենախորը վերքերը կարող են բուժվել, եթե կա սեր և ներելու կարողություն։ Այն ցույց տվեց, որ նոր սերունդը կարող է կոտրել ատելության շղթան և կառուցել մի աշխարհ, որտեղ մարդիկ դատվում են ոչ թե իրենց ծագմամբ, այլ իրենց արարքներով։ Սա բարդ ճանապարհ էր, լի ցավով ու կորուստներով, բայց արդյունքն արժեր դրան։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, ինչպես կվարվեիք նրանց տեղում։ Կկարողանաք ներել անցյալը, հանուն ապագայի։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում, թե ինչպես կվարվեիք ձեր հայկական ընտանիքում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր